Ուրփաթորյա ողջույններ, իմ տաղանդավոր փոքրիկներ եւ մեծեր։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ես կասեի մանկապատանեկան ուսուցողական հաղորդումը։ Ձեզ ողջունում մույթ աշխարհի ամենաբարի նկարիչները մուլտիկնիկը, մեր ժամավախքերին եւ քիչ հետո կասեմ թե ելով է ձեզ ողջունելու։ Եթե ես ասում եմ ուրփաթորյա ողջույններ, դա նշանակում է սիրելի փոքրիկներ, որ մենք այսօր ձեզ հետ գնալու ենք մի աշխարհ, որը կոչվում է ծուռ հայելիների աշխարհ։ Այսինքն քիչ հետո եթերում կլինի ծուռ հայելի մանկապատանեկան զվարճալի հաղորդումը։ Թաթուլին դուք կողջունեք, նա ձեզ կողջունի եւ անպայման Թաթուլը կներկայացնի մեր ծուռ թատրոնի արտիստների կողմից ստեղծված հեքիաթ ներկայացումներ, կճանաչեք ծուռ թատրոնի սիրված արտիստների հետ։ Ասեմ այս անգամ իբրև գաղտնիք ասեմ, ձեզ ներկայացնելու է Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեռուստաներկայացումը։ Լավ, երկար բարակ չխոսեմ։ Միանգամից գնանք ծուռ հայելի աշխարհ։ Ալբուլդա։ Ծուռ հայելիների աշխարհից ողջույններս ձեզ, սիրելի բարեկամներ։ Ես Թաթուլ Պետրոսյանն եմ, իսկ դա նշանակում է, որ եթերում ծուռ հայելիներ մանկապատանեկան զվարճալի հաղորդումն է։ Ինչպես միշտ այսօր էլ ներկայացնելու ենք ձեզ մեր ծուռ թատրոնի հեռուստաներկայացումներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեքիաթ ներկայացումը, որտեղ մեր ստուդիայի սաները իրենց դերասանական խաղով ուղղակի փայլում են։ Եկեք դիտենք այն, որից անմիջապես հետո կարադառնանք ծուռ թատրոնի սիրված արտիստները ուսուցողական եւ ճանաչողական էջին։ Բարի դիտում։ Ծուռ թատրոնը ներկայացնում է Հիմարաստանի թագավորը ըստ Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեքիաթի։ կար չկար, մի թագավորություն կար։ Այս թագավորության թագավորը շատ մեծամիտ ու խաղամոլ է լինում։ Ամեն օր նա իր նազիր վեզիրի հետ թղթախաղ է խաղում։ Ինքն էլ անարդար, որ հաղթի, սրանց ռոճիկները չտա։ Սրտի 6 թագավորն ապրած կենա։ սրան կծածկենք սրտի տուզով։ Տուզ։ Բախաչի տուզին ինչով կծածկեք տերիմ։ Խաչի տուզին էլ խաչի թագավորով։ Խաչի թագավորով։ Չի ծածկում։ Ոնց։ Էհա, տուզը արքայից բարձր է։ Ինչ։ Նազիր։ Ես եմ։ Վեզիր։ Ես եմ։ Մեր թագավորության տերն ու տիրակալը ամենաբարձրը ով է։ Դու տերդ պայծառափայլություն։ Դե ուրեմն խաչի արքան գլխատում է խաչի տուզին եւ խաղը հաղթում է ով։ Հիմարաստանի արքայից արքա Նազար 14-րդը։ Ապրեք իմ հավատարիմ Նազիր վեզիր։ Ձեր կուտակված պարտքերը կներեմ։ Հա։ Բայց ինձ համար մի այնպիսի մրցույթ խաղ օրինեք, որ ես իմ թագավորության ժողովրդի գլխին մի այնպիսի խաղ խաղամ, որ բոլոր ուզեն հաղթեն ինձ, բայց չկարողանան։ Դե մտածեք։ Այս նազիր վեզիրը գլուխները այս պատին են խփում, այն պատին են խփում։ Համա մտքներին բան չի գալիս։ Հա, մտածեցիք։ Իհարկե։ Դե ասա։ Իհարկե ոչ։ Մտքներիս բան չկա, ողոր մաստեր։ Նազիր, դու ասա։ Որ իմանամ ինչ պիտի ասեմ, կասեմ, որ չգիտեմ ինչ ասեմ, տեր։ Ձեզնից Պողոս, Պետրոս դուրս չի գա։ Եկեք ես ասեմ, թե ինչ խաղ խաղանք այս ժողովրդի գլխին։ Ուրեմն, այսպես մի հրովարտակ կգրենք։ Գրի։ Ես Հիմարաստանի թագավոր Նազար 14-րդս 14-րդս իլուր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում եմ իմ ժողովրդին։ Հիմարաստանի արքա Նազար 14-րդը
իր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում է իր ժողովրդին, անկախ սոցիալական դիրքից, ով այդպեսի սուրտ ասի թագավորին, որ նա չհավատա եւ ասի սուրտ է, իր թագավորության կեսը կտա այդ մարդուն, ստորագրված է եւ կնքված է արքայի մատանիով։ Այս լուրը տարածվում է ամբողջ թագավորությունում։ Դե ով չեր ուզենա հաղթեր ու թագավորության կեսի տերը դառնար։ Եկան, հերթ կանգնեցին Հիմարաստանի բոլոր սուտասանները, որ հաղթեն այս անհաղթելի խաղում։ Առաջինը թագավորի մոտ եկավ թագավորության նախինների գլխավոր սուտասան Չոբանը։ Բարաջոհում, թագավոր Արթար։ Իմ պապը ինձ նման վաստակավոր Չոբան է եղել։ Ինձ նման անտաշ ու գրեհիկ։ Կամաց վայրենի։ Համա մի կոպալ ուներ, մեծ, երկար, ինքան երկար, որ հասնում էր միջև լուսին։ Վայ քո արա, այս տեսակ սուտ երբևիցե չէի լսել։ Սուս մնա։ Շարունակիր, խղճով մարդ էր, լուսնին չէր կպնում։ Համա իր այդ երկար գավազանով աստղերն ու երկինքը խառնում էր իրար, ոնց որ տատը սպաս խառներ, հավատում ես։ Գիժանտեր, ով կհավատա այս անիմաստ պատմությանը։ Ես հավատում եմ։ Իմ պապն էլ մի հատ չիբուխ ուներ, երկար, այնքան երկար, որ գահին նստած, արեգակից վառում էր չիբուխը ու ծխում, հավատում ես։ Ոնց սպորտը տեղը դրեցիր։ Գնա քո էքյատները քո ոչխարներին պատմի։ Հովին ճանապարհում են վզակոթին տալով։ Հաջորդը ներս է մտնում թագավորության հայտնի որսորդ Սուտլիկ Որսկանը։ Թագավորն ապրած կենա։ Ուրեմն, հորս կնունքով, մորս ծնունդով վեր կացանք մի օր, 5 ու 6 հոգով, թրով թվանքով որսի գնացինք։ Այդ պատմությունը լավ գիտեմ։ Որտեղից գիտեք արքա։ Թումանյանն էր պատմե։ Գիտեմ, բադ էիք որսացե։ Բադ? То բադ մի ասի, մի գոմ է շասա։ Գիտեմ, ոչ ոք չկարողացավ շալակել, դու շալակեցիր, գնացիք։ Հաբա պղինձը։ Անտակ։ Բա պրինձը։ Մի հատիկ։ Հավատում եմ նաև, որ վրա տվիք, կերակ, ոչ աչքներդ բան տեսա, ոչ բերաններդ բան մտավ, հավատում եմ։ Սուտլիկ Որսկանին էլ ծաղրելով ճանապարհեցին։ Ու հաջորդը ներս մտավ Հիմարաստանի նորաձևության վարպետ Դերցակ Թելիկյանը։ Ներողություն արքա, ես վաղ պիտի գայի ուշացա։ Երեք շոտ օնձրև եկով, կոյծոկները տրոքեցին, երկինքը պատրվեց, գնացել էի կարկատելու։ Հավատում եմ, բայց լավ չէր կարկատե։ Այս առավոտ էլի մի քիչ անձրև եկավ, կատ։ Գնակարկատանը շարունակի, Դերցակ Թելիկյան։ Այս սուտասան դերցակիներն են ճանապարհում ու հաջորդը թագավորական պալատ են մտնում հիմարների թագավորության ամենաբամբասող Սուտը ճշմարտություն դարձնող լեզվանիկ տիկին Փառանձեմը ու տունքան թող ծաղիկը։ 1000 բարի, թագավորների թագավոր, արքայից արքա, արդարադատ, մեծ ընտեր Նազար։ Աղջի, բամեր գովելի, հսկա ջարդող, վագրին հեծող, թագավորին այդպես կգովեն։ Տատիկներ ջան, թագավորը ձեզ լսում է, ձեր ասելիքն ասեք։ Հա, ասեմ տեր, Բաղդադի քարավանը անցած տարի մեր թագավորության կողքով անցավ, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ու Փառանձեմը գնացինք դրանց մոտ։ Աչքի ուլունք առնելու համար։ Հա, այդ վաճառականներից մեկը աչքի ուլունքի հետ միասին մի հատիկ դդմի սերմ տվեց։ Դե ես էլ ղափամա լավ եմ պատրաստում։ Ասինք ցանենք, մեծանա, հափամա եփենք։
Կարճ կապեք պարավներ։ Մի օր գնացինք դաշտ, որ տեսնենք դդումը հասել է։ Աշնան կողմերներ։ Մեկ էլ տեսնենք ինչ։ Ինչ։ Դդումը այնքան էր մեծացել, որ Արարատ սարը չէր երևում։ Բարձրությունը մի 5 մարդաբոյ կլիներ։ Հա։ Ես էլ այս վերջերս թագավորության տարածքով պտտվում էի, դարբնոցի մոտ շքախումբը կանգնեցրի, կառքից իջա, մեկ էլ տեսնեմ ինչ։ Ինչ։ 20 դարբին, ներսից, դրսից, մուրճերով, փուքսերով, մի մեծ պղանձե աման էին սարքում։ Լայնքն ու բարձրությունը մի 8 մարդաբոյ կլիներ։ Վայ, արքա, բա այդքան մեծ պղինձ կլինի որ։ Հա, այդ պղանձի մեջ պետք է ձեր ղափաման սարքենք։ Գնացեք, հավատում ենք, ղափաման որ պատրաստ լինի, մեզ չմոռանաք հրավիրեք։ Այս պարավներն էլ քորու, փոշման հեռանում են։ Շնչակտուր պալատ է մտնում մի աղքատ գյուղացի։ Էս ովա։ Հազար բարի ձերդ մեծություն։ Ջադա ով ես։ Ես Բատրակ Թորոսի թոր Սարգիսն եմ։ Հիշում ես, չէ, թագավորն ապրած կենա։ Դու ինձ մի կոտ ոսկե սպարք, եկել եմ տանեմ։ Իա, սուտ ես խոսում ապիկար, ես քեզ ոչ մի ոսկել պարկ չեմ։ Թե որ սուտ եմ խոսում, ուրեմն ես խաղ մրցույթը հաղթեցի։ Թագավորությանդ կեսը պիտի տաս ինձ, այդպես չի։ Ահա։ Հա, ճիշտ ես ասում, մոռացել էի։ Դե որ ճիշտ եմ ասում, ուրեմն մի կոտ ոսկից տվեք, գնամ, արդարադատ թագավոր։ Նազիր, վեզիր, Լսում ենք արքա։ հրամայում եմ, մի կոտ ոսկի բերեք, տվեք Բատրակ Թորոսի թորանը։ Լսում ենք տեր։ Վեզիր, ամենափոքր կոտ ամանով կբերես ոսկին։ Այ քեզ սուտասան, ուրեմն ես լինեմ Հիմարաստանի ամենախորամանկ թագավորը ու այս Բատրակի թորը գա ինձ հաղթի, էստեղ են ասում, գողը գողից գողացավ, տերը տեսավ զարմացավ, բա Հեքիաթն ավարտվեց, Բատրակն էլ հաղթեց։ Իսկ երկնքից 3 խնձոր ընկավ։ Մեկը պատմողներին, Այս անգամ 2 պատմողներին։ լավ։ Այս մեկն էլ լսողներին, ձեզ փոքրիկ հեռուստադիտողներ։ Գիտեմ, սիրելի հեռուստադիտող, ձեզ է շատ դուր եկավ մեր մեկնաբանությամբ այս հրաշալի հեքիաթ ներկայացումը։ Իսկ հիմա, ինչպես խոստացել էի, ժամանակն է Ծուռ թատրոնի սիրված արտիստները էջի։ Ամեն անգամ մենք ձեզ կծանոթացնենք հայ ազգի տաղանդավոր արտիստներից մեկի կյանքի եւ ստեղծագործական գործունեության հետ։ Կարճ ասած, այսօրվա Ծուռ թատրոնի սիրված արտիստուհին Սվետլանա Գրիգորյանն է։ Բարի ողջույններ սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ծուռ թատրոնի սիրված արտիստները ճանաչողական էջն է։ Այսօրվա ամենասիրված դերասանուհիներից մեկին ներկայացնելու եմ ես Լենա Իրիցյանս։ Իսկ ով է նա։ Ահա, Հայաստանի Հանրապետության վաստակահավոր արտիստուհի Սվետլանա Գրիգորյան, ժողովրդի լեզվով ասած Ռոզը։ Ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր, 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց երկար տարիներ, խաղացել է 100-ից ավել դերեր։ 1956 թվականից համարվում է հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը, 1949 թվականին հրավիրվելով երաժշտական կոմեդիայի թատրոն, նա անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդը և հմայքը, դառնալով հանդիսատեսի հոգու տիրակալը։ 55 տարի նույն բեմում, որպես խաղընկեր, հանդես է եկել հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ միասին։ Գրիգորյանը իր անձնավորված կերպարներից շատերը կերտեց մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանի աջակցությամբ, ղեկավարությամբ և խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետած վարպետների հետ, փոխարնելով նրանց փորձը, նա սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վառվռուն կենսախինդ մի արվեստ։ Բազմաթիվ դերակատարումներով Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները քանդակային կերպարներ ստեղծելու։ Սակայն նրա բեկումնային եւ պատմության ցայտուն կերպարներից մեկը տաքսի ներկայացման մեջ խաղացած Ռոզի դերն էր, որը մեծ ճանաչում բերեց Սվետլանա Գրիգորյանին։ Սիրված դերասանուհին հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների, անմահացել է 2014 թվականին Երևան քաղաքում։ Ճանաչեք մեր մեծերին, սիրելի փոքրիկներ, ովքեր իրենց անունները ոսկե տառերով են գրել հայ թատրոնի պատմության էջերում։ Եթերում Ծուռ թատրոնի սիրված արտիստները ճանաչողական էջներ։ Ձեզ հետ է Լենա Իրիցյանը։ Մի շնորհ հանդիպում։ Ծուռ Հայլին իր ուղիղ արտացոլանքով մոտենում է ավարտին։ Բայց վերջում պարտադիր 3 հայերեն բառ ենք սովորելու եւ երբեք այդ բառերի օտարամոլ տարբերակները էլ չեն գործածելու կյանքում։ Ոչ թե բաղչա, այլ այգի։ Ոչ թե թոզ, այլ փոշի։ Ոչ թե յան, այլ կող։ Օրինակ, քամին փոշին այգու կողմ է տանում։ Մի մոռացեք այս բառերը ու լավ սերտեք հայրենը։ Ես Թաթուլն եմ Պետրոսյան, կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։ Եկեք շնորհակալություն հայտնենք Թաթուլ Պետրոսյանին, իմ սիրելի հաղորդավարին, իմ օգնականին, իր Ծուռ Հայելի հաղորդման ընթացքում մեզ մատուցելու այդպիսի գեղեցիկ հեքիաթ։ Հովհաննես Թումանյանի Սուտասանը դիտեցիք, չէ՞։ Նաև ինչ-որ մի արտիստի հետ ծանոթացաք։ Ապրեք, ամեն ուրբաթ սպասեք ինձ եւ Թաթուլին։ Բայց ինչ հրաժեշտը սիրելի փոքրիկներ, նորից ուզում եմ մի փոքրիկ ամանորյա հայտարարություն անել։ Հատկապես Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկների համար, ինչպես նաև մեծակայքում։ Սիրելի վանաձորցիներ, փոքրիկներ, Քերի մուլտիկնիկը դեկտեմբերի 24-ից մինչև 30-ը ամեն օր ժամը 12-ին, 14-ին, 16-ին բոլորիդ հրավիրում եմ Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոն ներկա գտնվելու կախարդական վրձինը ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացմանը։ Այնտեղ դուք կհանդիպեք չար կախարդին, մարդակերին, էլի չար կերպարներ կան, ավազակներին, ինչպես նաև բարի կերպարներին։ Պոնչո Սանչոին Քերի մուլտիկնիկի օգնական, իհարկե Քերի մուլտիկնիկին, Կոշկավոր Կատրին, բարի Շենիկին եւ մեր շատ սիրելի ձմեռ պապիկին։ Սիրելի ծնողներ, եթե ուզում եք ձեռք բերել մեր ամանորյա ներկայացման տոմսեր, ապա տեղեկությունների եւ տոմսերի համար կարող եք զանգահարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այսքանը իսկ բոլոր հեռուստադիտողներին է վերաբերում, եթե ձեր փոքրիկները ցանկանում են նամակ ուղարկել Քերի մուլտիկնիկին, առաջադրանքներ, ես հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, ժամապահ Քերին եւ Քերի մուլտիկնիկը, կարծում եմ Թաթուլը արդեն ձեզ հրաժեշտ է տվել։ Ձեզ ասում ենք ցտեսություն, Աստված ձեզ պահապան եւ մեր այն կախարդական խոսքը։ Այլ բուլդան։